Դոյչի ալգորիթմը, ավելի շուտ նա զուգահեռություն ապացուցող ալգորիթմ։ Պայմանավորվել ենք, որ քվանտային համակարգիչները, քվանտային ծրագրավորումը ընդհանրապես գեյթերով աշխատելը, սուպեր դիրք եւ խառնաշփոթություն կամ խառնվածություն, այստեղ ավելի լավ է գրված, կատարելը դնում է մի վիճակ տվյալ քվանտային համակարգը, բլոկը, որը որ զուգահեռ լուծում է խնդիրը, հա, զուգահեռության լուծման միաժամանակյա լուծման տեխնոլոգիան ներդրված է մեր հիմքում եւ նախորդ դասը հենց դրա մասին է զուգահեռություն կլասիկ սխեմայից անցա քվանտային սխեմայի եւ ցույց տվեցի գեյթերը հիմա ինչա Դոյչի ալգորիթմը Դոյչի ալգորիթմը իսկական ռեալ ուսանողների համար ինքը ոչ մի պրակտիկ նշանակություն չունի այս առումով էլի ինքը նույնիսկ այնքան քիչ բիթերի համար է որ ծիծաղելի է ասել պրակտիկա բայց ինքը ապացուցում է եւ դրանով քվանտային կոմպյուտերների հիմքում դրված է հենց իր ալգորիթմը, որ զուգահեռություն ապահովում է թե չէ։ Ֆորմուլաներով դա ստացել են։ Մենք մաթեմատիկներին շնորհակալություն, ֆիզիկներին շատ շնորհակալություն, որ կոմպյուտերներն են ստանում։ Մաթեմատիկները եւ ֆիզիկների հետ են կապված, եւ IT մասնագետների, քվանտային ինֆորմատիկների հետ կամ ծրագրավորողների։ Ահա ստացվում է, որ կենտրոնազում ես որտեղ։ Հիմա մենք շատ ավելի քիչ ֆիզիկայում, որոշ չափով մաթեմատիկայում եւ ամբողջությամբ քվանտային ինֆորմատիկայում։ Մենք ծրագրավորողներ ենք։ Մեզ տվեք գեյթեր, տվեք հրամաններ, մենք ստանանք արդյունք։ Ուղղակի պետք է իմանանք ինչպես ենք կատարում։ Հիմնականում քվանտային ընդհանրապես մաթեմատիկները մոդելների վրա են աշխատում, ալգորիթմների վրա են աշխատում։ Դա մաթեմատիկական գիտելիք է։ Իսկ ծրագրավորողները դա իրականացնում են հրամանների։ Շատ լավ։ Խնդրի ձևակերպումը։ Դոյչի ալգորիթմը հասարակ, շատ հասարակ ֆունկցիա վերցնում, մուտքը մի բիթանոց է, ելքը մի բիթանոց է։ Ֆունկցիային տալիս ենք 0 կամ 1, արդյունքում ստանանք 0 կամ 1։ Ինքը ո՞նց է ձևակերպում։ Ահա, մի վարքյան։ Մեր կլասիկ ձևով հիշենք, ֆունկցիա ունենք x-ը, եւ ասենք ենթադրենք ռետուրն առնում, սա y, ըստ դե ինտեջեր վերցնենք, որ ընդհանրապես մեզ չխանգարի։ Հիմա սխալ ասեցի, bool if x-ն էլ է bool, դրա համար մենք սենց կվերցնենք bool x, անպայման չմոռանանք, որ բուլյան է վերադարձնում երկու վիճակում։ Հիմա սովորական, որպեսզի իմանանք ինքը այս մասում հրամանները ինչպես են աշխատում, մենք չգիտենք։ Մենք պետք է տանք 0, 1, այստեղ x0 կամ x1, արդյունքը հետևելուց հետո y-ը, ասենք որևէ տեղից մենք ստանում ենք ֆունկցիա, ահա, տալիս ենք ենթադրենք 0, հետո տալիս ենք ենթադրենք 1, արդյունքները ստուգում ենք, սրա արդյունքը ինչ է, սրա արդյունքը ինչ է։ Կախված այս 4 վիճակից Անակ 0, 0, 0, 1, 1, 0, 1, 1, կախված այս 0, 0 եւ մինչեւ 0, 1 վիճակից մենք հասկանում ենք, որ ինքը ֆունկցիան ոնց է աշխատում։ Դոյչի ալգորիթմը ասում է, որ սևարկղա ֆունկցիան եւ այդ սևարկղին մի հրամանով կիմանանք ինչ ալգորիթմա մեջ է։ Պարզ ալգորիթմ տեսակետից։ Դոյչի ալգորիթմը կլասիկայի համար մեզ պետք է գոնե 2 բիթ ուղարկել, 2 բիթ Զուգահեռ ծրագրավորումով օժտված քվանտային ալգորիթմը, քվանտային կոմպյուտերը մեկ կարճացած ինֆորմացիա տալով կամ մեկ փորձարկումով արդյունք ենք ստանում։ Ահա զուգահեռ աշխատում, դուք երկու անգամ երկու տակտով չեք անում։ Նախորդ դասի միկրոսխեման կամ ֆունկցիոնալ տրամաբանական սխեմայի անցումը գեյթերի, հիմա ֆունկցիոնալ տեսակետից։ Հեշտագույն, հետաքրքիր, լավագույն աշխատանքներից մեկն է։ Նու վերցնենք հետևյալ։ Ինքը ասում է, եթե իր պայմանավորվածությունն է, պայմանավորվում ենք, եթե ուրեմն սենց է, կհամարենք այդ ֆունկցիան երկու վիճակ կոչվում է հավասարակշռված եւ կկոչվի բանա կոչվելու կոնստանտ, այսինքն հաստատուն։ Երկու արդյունք մեզ պետք, երկու մոտեցում, սև արկղը մեզ երկու մոտեցում է տալի։
Հավասարակշռված է արդյոք, թե հաստատուն, պայմանավորվում է, Deutsche ալգորիթմն է, հաստատուն է, եթե եւ 0 ես տալիս եւ 1 ես տալիս, կամ 1 է միշտ, կամ 0, այսինքն եթե 0 ես տալիս, 1 ես տալիս, միշտ 0 է, հավասարակշռված չի, հաստատուն է, եթե կարճ ասած ցանկացած արժեքների դեպքում կոմբինացիան ուրեմն սկզբից 1 հետո 0 եւ այլ, եթե 0 ես տալիս, հետո 1 ես տալիս, ենթադրենք, կարող է ինքը ընդունի հաստատուն 0։ Ստացվում է, որ սա կոչվի կոնստանտ, այսինքն ֆունկցիան կստանա կամ 1 կամ 0, ինքը միշտ return կանի 1, կամ էլի կամ 1 կամ 0, միշտ return կանի 0, կոնստանտը կապ չունի մուտքից, մի տարբերակը 1-ը միշտ տալիս կախված չի սրանից, մյուս տարբերակը 0 տալիս էլի կախված չի մուտքից։ Սա ինքը համարում է կոնստանտ վիճակ, այսինքն մեր ֆունկցիան կոնստանտ է, թե տեսեք մենք չգիտենք այս ֆունկցիան ոնց է աշխատում, թե բալանսիրованный, այսինքն 1 ենք տալիս, 1-ը շպրտում հետ կարճ ասած 0 ենք տալիս, 0-ը մեզ հետ տալիս, բալանսիրованный այդ ձևի է, այսինքն կոնստանտ չի տալիս, այլ բալանսավորված, այսինքն 1-ին 1 է նայում, 0-ին 0։ Այդ երկրորդ տարբերակը, եթե սենց էլի վերցնենք fx, եթե x-ը 0 է, ինքը return կանի 0, եթե x-ը 1 է, ինքը return կանի 1, սա այս ֆունկցիան այդ դեպքում կոչի բալանսավորված։ Հիմա չորնի ящիկը սև արկղը չգիտենք, անհայտ է, հրամանները բացարձակ տեղյակ չեն, կիբեռնետիկական սարք ենք ստանում։ Այս կիբեռնետիկական սարքը կլասիկայում պետք է մինիմում 2 հատ ինֆորմացիա տալ ISX-ին, որ իմանանք ինքը ինչ է, կվանտային համակարգիչներին, որոնք քվանտային ալգորիթմով են աշխատում, 1 տալով, 1 ուղարկելով մի պրոցեդուրայով, ստացվում է 2 լուծումներ, այսինքն 1 պրոցեդուրայում մենք իմանում ենք ինքը ինչ սև արկղ է, մի պրոցեդուրայով, դուք չեք կարող կլասիկայում այդպիսի բան անել, այսինքն կլասիկայում եթե դուք տալիս եք fx-ին 0, ինքը եթե 0 է տալիս, դեռ չի նշանակում, որ 1-ի դեպքում ինքը 0 է, այսինքն պետք է մի հատ էլ 1 տակ, տեսնենք 0 է, թե չէ, կարող ուրիշ է լրիվ։ Անցնենք սա դրվածքներ, կցանկանայի, որպեսզի դուք կարողանաք Deutsche ալգորիթմը իսկան լավ չի բացատրվում, սա դրվածքը, կլասիկայում դասականում 2 կանչով կիմանանք սև արկղը ոնց է աշխատում, իսկ քվանտային համակարգերում մենք կարող ենք միայն 1 հայցով պարզել, ինքը անուն անգլերեն է գրած, constant или balanced, այսինքն ամեն դեպքում ինքը հաստատուն է, թե հավասարակշռված, թարգմանել եմ, մի հարցումով ի տարբերություն կլասիկային, որ 2 կանչով կամ 2 հարցումով է, փոքր մաթեմատիկա, համարյա կարելի է իրան չլսել, ալգորիթմի քայլ առ քայլ բացատրությունը, վերցնում ենք superposition, չմոռանանք, ուրեմն բազմապատկան այս նշանը ինչ է նշանակում, ուրեմն ֆորմուլաները տեսնում եմ, ես քանի որ 0-1 վիճակը ինքը ադամար 0, կատարենք ադամար, այսինքն ստեղ ալգորիթմը հերթական ինչ ենք անելու, մենք 0 սուպերպոզիցիա ենք դնելու, լավ է, ինքը աբսոլյուտ բազային 0 կամ 1 վերցնում է, ադամարի տակ ենք դնում, այսինքն 50% նա է, 50% նա, պարզը ստացվում է սուպերդիրք, որը ֆորմուլա է, այս ֆորմուլան չեմ ուզում առանձնապես խորանանք, մաթեմատիկները կարող են խորանալ, IT մասնագետները, մենք ստոպ ենք ինչ-որ տեղ տալիս, մենք չենք իջնում այդքան հասկացողությունների մեջ, մի անգամ հասկանանք, մեզ լրիվ բավարար է։ Oracle ֆունկցիան, այսինքն ֆունկցիան, որ Oracle-ը, այսինքն կոմպյուտերային, քվանտային կոմպյուտերի մասն է, բլոկն է, այս ֆորմուլայով է որոշում շատ բարդ է։ Եկեք սրա հետևից չգնենք, ինքը իսկապես ֆորմուլա ունի, այս բոլորը մաթեմատիկորեն ապացուցված է։ Գեյզենբերգի անորոշությունից մինչև քվանտային կոմպյուտերների ստեղծումը մաթեմատիկորեն դուրս բերված է։
Ուղղակի ալիքային ֆունկցիա, հավանականություն, ֆիզիկայից վերցրած, ասենք superposition-ով, entanglement-ի ֆիզիկայից, այս բոլոր գաղափարներով մաթեմատիկորեն բացարձակ հստակ գիտություն է։ Աշխարհում համարում են ամենահստակ գիտությունը քվանտային մեխանիկան է։ Ֆորմուլաները մաթեմատիկորեն լրիվ բացատրվում է։ Վերջում կատարում ենք չափում։ Խնդրեմ, եւ արդեն կարդալ գինենք գեթսերը, input-ը hash ենք տալիս, target-ը, այսինքն մենք ուզում ենք տեսնենք, սա մի տարբերակն է, այստեղ մի մոտ գրած է get սխեման, որ ֆունկցիայի get սխեման, որը որ ինչքան գիտեմ բանն է, այստեղ ուրեմն հավասարակ կոնստանտ թե բալանսիերը ունի։ Այստեղ որքան գիտեմ երկրորդն է թե երրորդ, սա պրակտիկայում կնայենք։ 4 տարբերակներից մեկն եմ ես վերցրել, բլոկ սխեման ձեզ ցույց եմ տվել, այսինքն իր get սխեմա, հիմա կնայենք h-ը x-ը շրջումը, sin-ը x h m չափում, input target, այսինքն input-ը x-ը գալիս է, target ֆունկցիան մեզ է վերադարձնում։ Սա ինչքան գիտեմ, այնտեղ բանն է, բալանսավորված ֆազային շեղումով է, կտեսնենք։ Հիմա օրինակ Control F-ին, խնդրեմ, F0-ի դեպքում տալիս է հաստատուն, 1 ենք ուղարկում, էլի 0 է տալիս, էլի հաստատուն, այսինքն հավասարակշռված է տալիս x-ով և հավասարակշռված է տալիս not x-ով, այսինքն եթե 1 ենք տալիս, 0 է տալիս, էդ էլ է կոչում հավասարակշռված, ծրագիրը 4 տարբերակի համար արած։ Հենց դոյչները ասում է 4 տարբերակն էլ աշխատացրեք, որ իմանաք, 4 ֆունկցիա ունեն։ Այս 4 ֆունկցիաներն էլ կատարում է, որը կանչեք կաշխատի։ Մենք կտեսնենք 4-ը կանչելու ենք պարզած։ Ուրեմն մեր ծրագիրը կաշխատի, եթե 0 ենք տալիս, ինքը հաստատուն է, եթե 1 ենք տալիս, տեսեք, 1-ի, ասինքն եթե սխալ ասեցի, եթե 0-1 ենք տալիս, ինքը պահում է 0, ուղեմ սխալս, եթե 1-0 ենք տալիս, ինքը հաստատուն պահում է միշտ 1, եթե մենք x ենք տալիս, x-ը մեզ վերադարձնում է, 0 ենք տալիս, 0 է տալի, 1 ենք տալի, 1 է գալիս, առավել ևս, և հավասարակշռված նոթով, 0 ենք տալիս, 1 է տալիս, 1 ենք տալիս, 0 է տալիս, բայց հավասարակշռված, հասկանալի, ոչ կոնստանտ է, այս 4 վիճակները մեր կարճ ասած ծրագրում կա։ Եկեք նայենք և պետք կլինի նաև կնայենք ալգորիթմի գեթսերի մասը։ Խնդրեմ, ինքը շատ մեծ չի, կամ մեծ կթվա, ուրեմն ինչ ենք վերցնում, այս սա շատ կարևոր։ Հիմա մենք ինչ ենք վերցրել, վերցնում ենք ադամար ենք վերցնում, սուպերպոզիցիա ենք վերցնում, x-ին տալիս ենք 1, էլի ադամար ենք վերցնում, ֆազային շեղումով կգնա, որովհետև ադամար x ադամարը, տեսեք, քյուբիտը, սա ֆորմուլա է, էլի, ինքը ֆազային շեղում է տանում, այսինքն ինքը ալիքային ֆունկցիան սարքում է 0 հանած 1 բաժանած քառակուսի արմատ 2-ի, մաթեմատիկա է։ Հավատում ենք մաթեմատիկներին, գնում ենք առաջ, բայց ֆազային շեղումը այստեղ մեզ պետք է գալու, ես շատ եմ ասել, Pauli Z եւ այլն, ֆազային շեղումը շատ լուրջ է, Z օրինակ նույնն է, կրկնում է նույնը, բայց ֆազան փոխած, 0-ը 0 մնում, 1-ը 1, բայց այդ մարդու ֆազը գնացած է։ Այսինքն ֆազային շեղում է լինում կամ ֆազային փոփոխություն ավելի շուտ։ Ինչևից է, h x h։ Շատ լավ, գնանք տեսնենք մեր բլոկ սխեմայում ինչպես է։ Ուրեմն ինչ է տալիս։ Ես սինոթով հիմա կփորձեմ եւ իրանք տանենք, բայց սա երրորդ տարբերակն է, էլի տեսնենք սրանցից որն եմ ես աշխատացնում կամ որն եմ ուզում աշխատացնել։ Հիմա մեզ մոտ այստեղ կլինի, տեսեք, որ տարբերակն է։ Այստեղ եկեք ֆունկցիաները նայենք։ Ուրեմն գնաց նայում ենք հավասարակշռված հեչը if-ով չափում ենք եւ reset-ը ընդհանրապես անիմաստ է։ Ինչևից է, մեր ֆորմուլան կլինի hx h, օրակլին աշխատացնում ենք, էլի h ու վերջ։ Մեր ծրագիրն է։ Մեզ մոտ տարբերակներից գծած է որքան գիտեմ այս տարբերակը։ Ուրեմն, եթե մենք 0-0 ենք տալիս, կամ 0-1 ենք տալիս, ինքը ոչինչ չի տալի, մնում է 0, մենք իրան ոչինչ չենք անում, այստեղ ամեն ինչ արված է։
Այ եթե դուք մանրամասն նայեք կետերով, ոնց որ նախորդ օրինակից ինչի մի հատ ավելացրեցի նաև նախ սխեմային, որովհետև հենց գեցերում արագ-արագ 0-1-երով սա լրիվ հասկան։ Սա հենց պահում է օրակլի կամ այսպես սև արկղի այդ վիճակը, որ ինչ էլ տաք 0 է մնալու։ Ուզում ես 1 տուր, ուզում ես 0 տուր, ինքը 0 է մնալու։ Հաջորդը երկրորդը ասում է, որ մեզ մոտ քշեղեն, այսինքն մենք հաստատում կունենանք, բայց մեկ վիճակում, միշտ մեկ, ուզում ես 0 տուր, ուզում ես 1 տուր։ Հավասարակշռվածը ասում է, ինչ տվել ես ինձ տուր, սինոթն է, բացարձակ սինոթն է, խնդրեմ, target qubit եւ տենզորային, ասենք, արտադրյալ x-ը, այսինքն մոդուլ 2-ը ոնց որ ստե։ Ուրեմն սինոթ ենք անում, XOR-ը գալիս։ Ուրեմն XOR-ը գալիս, XOR-ը սինոթն է, այստեղ XOR-ը գալիս եւ XOR-ը ասում է, որ կարճ ասած հավասարակշռվածը 0 է տալիս, 0-ը վերադարձնում, 1 է տալի, 1-ը վերադարձնում։ Եվ չորրորդը, որ հենց մեր բլոկ սխեման է, վերևում, հետեւյալն է։ Անունը դրեցինք, որ ինքը հավասարակշռված է, բայց փոխելով մուտքը շրջում են քյուբիտը 1, XOR ենք տալիս սինոթ 2, վերականգնում են քյուբիտը 2, այսինքն ստացվում է, որ ես սինոթով փոխվում է, այսինքն ինքը փոխվում է եւ ստացվում է նոթով է աշխատում, վերականգնում ենք քյուբիտը որպես այդպիսի արժեք։ Խնդրեմ, նորից ցուցադրեմ եւ ծրագիրը պատրաստ է։ Հաստատում ապացուցում է իմ ասածն է, երկրորդ ֆունկցիան միշտ 1-ի հաստատուն է, մյուսը ինչ 10 նույնն է պահում, մյուսը ինչ 10 հակառակն է պահում։ Ֆունկցիան ապացուցվեց իր աշխատանքով։ Վերադառնանք մեզ մոտ, ահա սա հենց այն վիճակն է, որ input-ը h ենք տալիս, target-ը x հետո h, եթե գնանք այստեղ մի հատ արագ տեսնենք։ Ուրեմն input-ում մենք այստեղ h ենք տալի, չմոռանանք, x ենք տալիս, հետո h, տեսեք, հետո գնում է oracle։ Այսինքն գնում է oracle x-ա գալիս, նայենք, կնայեք դուք եթե x-ա գալիս, տեսեք, հետո գալիս է x, խնդրեմ, հետո սինոթ, խնդրեմ, x, հետո սինոթ, խնդրեմ, ուղղակի ցուցադրում եմ, հետո էլի x, ու վերջ, հետո գալիս է արդեն ադամարը, որը մեզ մոտ բլոկ սխեմանը ծրագրում արդեն տրված է որպես այդպիսին հադամար input եւ հերթականությամբ այդպես աշխատում է։ Ամփոփում, որ սա չորրորդ տարբերակն է, որ Deutsche ֆունկցիան կամ Deutsche ալգորիթմը ասում է ֆունկցիայում ինչ տալիս ես բալանսավորված ենթարկվելով փոխում է վիճակը եւ տալիս է այդ վիճակը եւ չմոռանանք եւս մի անգամ ասեմ չմոռանանք ինքը այս խնդիրը լուծեց մեկ քայլում ի պատիվ զուգահեռության տեխնոլոգիայի եւ քվանտային խառնվածության կամ entanglement-ի եւ սուպերպոզիցիայի միջոցով։ Ելեմ ասում զուգահեռ աշխատեց, որովհետեւ մեր սև արկը ոչ թե աշխատեց երկու հարցումով, այլ մեր սև արկը բոլորն էլ մի հարցումով են աշխատել, եթե տեսնեք, մեկ հարցումով եւ մեկ հարցումով